Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները դեռևս շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ մարմնավորում են մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալը համարվում է ամենադիտվող ու ռեյտինգային նախագծերից մեկը, յուրաքանչյուր օր բազմահազար հետևորդներ դիտում ու քննարկում են հեռուստասերիալի հերթական սերիաները։ Հեռուստասերիալը մոտենում է ավարտին, նշանակում է հանգուցալուծումը մոտ է, նշանակում է, որ յուրաքանչյուր կերպար ստանալու է իր արժանին հեռուստասերիալի ավարտին։ Հեռուստասերիալում այս պահին իրադարձությունները լարված են ու հետաքրքիր։ Նարէն հեռացել է տանից, քանի որ իրեն լավ չէր զգում այնտեղ, նա իրեն ընկճված էր զգում և բնականաբար անպաշտպան։ Նա բոլոր կողմերից ստանում էր մեղադրանքներ, կծող հայացքներ։ Նա որոշել է մնալ միայնակ իր երեխայի համար, քանի որ իր երեխայի կյանքին այս պահին վտանգ է սպառնում։ Սոնան ինչպես միշտ մնում է այդ տանը, Վռամի կողքին, քանի որ խոստացել է, որ նրա կողքին է մնալու ընդմիշտ, բայց Անիկն ամեն քայլափոխին նրան նեղացնում ու վիրավորում է։ Բայց այդ ամենի հետ մեկտեղ Սոնան նույնիսկ բառ չի պատասխանում։ Հետաքրքիր զարգացումներ են սպասվում ու հավանաբար շատ շուտով բացահայտվելու է, որ Սաքոն խմել է ոչ այն դեղերը, որ իրեն նշանակել են բժիշկները, այլ փոփոխված։ Ինչ է սպասվում Արմոյին, արդյոք նա վերադառնալու է, մասնակցելու է նկարահանումներին, թե այլևս չի լինելու հեռուստասերիալում։ Հետաքրքիր զարգացումներ են, այնպես որ մնացեք մեզ հետ ու կիմանաք ինչ սպասել առաջիկա և իհարկե վերջին սերիաներում։ Մինչ կբացահայտենք շատ հետաքրքիր գաղտնիքներ հեռուստասերիալի մասին, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում, Արմոն ստանալու է իր արժանի պատիժը, թե ոչ։ «Հարսնաձորի լեգենդը» սերիալն օրեցօր մոտենում է իր ամենալարված և սպասված փուլին։ Դիտողներն արդեն զգում են, որ հանգուցալուծումը շատ մոտ է և յուրաքանչյուր սերիա ավելի է խորացնում լարվածությունը, բացահայտելով նոր գաղտնիքներ, նոր ցավեր ու անսպասելի շրջադարձեր։ Լալայի կերպարն այս պատմության ամենացավոտ և միաժամանակ ամենաուժեղ գծերից մեկն է։ Նա անցել է անհավատալի փորձությունների միջով, կորուստներ, դավաճանություններ, հիասթափություններ։ Թվում էր վերջապես պիտի գա նրա երջանկության պահը, երբ նա կգտնի խաղաղություն և կկարողանա ապրել իր երեխայի հետ հանգիստ կյանքով, սակայն կյանքն ինչպես միշտ այս սերիալում նոր փորձություն է պատրաստել նրա համար։ Ամուսնու ընտանիքը օգտագործելով ինչ-որ փաստաթղթեր և իրավական լծակներ փորձում է նրան զրկել ամենաթանկից՝ իր որդուց։ Սա ոչ միայն իրավական պայքար է, այլ նաև հոգեբանական ծանր հարված Լալայի համար։ Նրա և երեխայի միջև կապն այնքան ուժեղ է, որ ցանկացած բաժանում թվում է անարդար և անտանելի։ Կապուտացիա մայր ու որդի արտահայտությունը այստեղ դառնում է ոչ միայն արտաքին նմանության նկարագրություն, այլև խորը կապի խորհրդանիշ՝ մաքուր, անկեղծ ու անքակտելի։ Սերիալի հաջողության կարևոր բաղադրիչներից մեկը դերասանական կազմի ճիշտ ընտրությունն է։ Յուրաքանչյուր կերպար իր տեղում է և հանդիսատեսը հավատում է նրանց ապրումներին։ Լալայի որդու կերպարը մարմնավորող փոքրիկ դերասանն առանձնահատուկ ուշադրության է արժանանում։ Հատկապես հետաքրքիր փաստ է, որ այս փոքրիկը սիրված և տաղանդավոր դերասան Վահագն Ղազինյանի թոռնիկն է։ Նրա դստեր որդին, ով պապիկի համար իսկապես մի ամբողջ աշխարհ է։ Նրանց միջև կապը միայն էկրանով չի սահմանափակվում։ Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներից պարզ երևում է նրանց անսահման սերն ու մտերմությունը։ Այդ ջերմությունը փոխանցվում է նաև սերիալում։ Վահագն Ղազինյանն արդեն երկար տարիներ հանդիսատեսի սիրված դերասաններից է և սա առաջին դեպքը չէ, երբ նա համագործակցում է ռեժիսոր Ելենա Արշակյանի հետ։ Նրանց ստեղծագործական համագործակցությունը միշտ աչքի է ընկնում խորությամբ և հետաքրքիր լուծումներով։ Դերասանը ներկայումս նկարահանվում է «Ուրիշի ընտանիքը» սերիալում, որտեղ նրա կերպարը նույնպես մեծ սեր է վայելում հանդիսատեսի կողմից։ Նա կարողանում է ամեն դերում բերել նոր երանգ, նոր հոգեբանական շերտ, ինչը նրանց առանձնացնում է մյուսներից։ Ընդհանուր առմամբ «Հարսնաձորի լեգենդը» ոչ միայն սերիալ է, այլ մարդկային ճակատագրերի բարդ խաչմերուկ, որտեղ սերը, ցավը, դավաճանությունն ու հույսը մշտապես պայքարում են միմյանց դեմ։
Լալայի պատմությունը հատկապես մայրական սիրո տեսանկյունից դարձել է այս սյուժեի ամենահուզիչ գիծը, և հիմա, երբ ավարտը մոտ է, գլխավոր հարցը մնում է նույնը. արդյոք արդարությունը կհաղթի և Լալան կկարողանա պահել իր երեխային, թե ճակատագիրը կրկին դաժան փորձություն է պատրաստել նրա համար։